Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր ապրիլի 14-ն է, ցաթևով մեր երկրորդ հաղորդումն է, եւ ինչպես խոստացել էի, շատ կարևոր հարց առաջացավ եւ խոստացել էի, եթե կարևոր հարց առաջանա, մենք անպայման ձեզ հետ միասին նոր հաղորդում ենք պատրաստելու եւ այդպիսի հարց առաջացավ, վաղ առավոտյան այլևս հաղորդում դժվար թե ունենանք, բայց հիմա շատ կարևոր հարց ունենք ձեզ հետ քննարկելու։ Սկսենք այդ ամենակարևոր հարցից, բայց մինչև դա կոչ եմ անում անպայման լայքել, բաժանորդագրվել մեր ալիքին, եթե մինչև հիմա դեռևս չեք բաժանորդագրվել։ Ուրեմն, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանը Գոստուման առաջին ընթերցմամբ մի շատ հետաքրքիր օրենք է ընդունել, որով որ փաստացի թույլ է տալիս Ռուսաստանից դուրս օգտագործել Ռուսաստանի զինված ուժերը այն պարագայում, եթե իրենց քաղաքացին ձերբակալված է, քրեական հետապնդում կա իրենց քաղաքացու նկատմամբ կամ այլ տեսակի հետապնդում, օրինակի համար քաղաքական։ Եվ մի անգամից մտքովս անցավ եւ ես հիշեցի Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի բանավեճը։ Փաստացի այս օրենքը շատ շտապ ձևով Ռուսաստանի Դաշնությունը հիմա հանկարծ առաջ է տանում, օրինական հստակ հիմք ստեղծելով, որ յուրաքանչյուր երկրի նկատմամբ, եթե ցանկանա, իսկ այդպիսի երկրները շատ են, որոնց որ Ռուսաստանը կարող է որոնց նկատմամբ ռազմական գործողություններ սկսել, որտեղ որ ձերբակալված են Ռուսաստանի քաղաքացիները կամ քրեական հետապնդում ունեն, փաստացի կարող է Ռուսաստանի Դաշնությունը արդեն օրենքի ուժով այդպիսի ռազմական գործողություններ սկսել ընդդեմ տվյալ երկրների։ Եվ կրկնեմ, այս ամենը տեղի ունենում այն բանից հետո, ընդամենը 2 շաբաթ է անցել, չի էլ անցել այդքան։ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի այդ բանավեճից կարելի ասել, որտեղ որ Պուտինը ասում էր, որ մեր քաղաքացին ձերբակալված է, ձեր ներքին գործն է, ճիշտ է, բայց ասում էր ազատ արձակեք, թույլ տվեք, որ նա մասնակցի ընտրությունների։ Հիմա փաստացի Նիկոլ Փաշինյանի պատասխանից հետո շատ արագ կերպով, դեմոնստրատիվ կերպով այսպիսի օրենք է ընդունվում Ռուսաստանի Դաշնության մեջ, Ռուսաստանի Գոստումայի կողմից։ Կարող եք գտնել, ընթերցել եւ ծանոթանալ այդ օրենքին եւ փաստացի այդ օրենքով Ռուսաստանի Դաշնությունը հստակ հիմք է նախապատրաստվում ապագայում արդեն եթե ցանկանա իհարկե ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Հնարավոր է սահմանափակ ռազմական գործողություններ դա անվանեն կամ ինչ-որ մի բան, քանի որ Ռուսաստանի ռազմաբազան 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում, ես միանշանակ տեսնում եմ բավականին լուրջ վտանգ, սա օրենք է սիրելի հայրենակիցներ, արդեն օրենքի ուժ է ստանում։ Առաջին ընթերցմամբ ընդունված եւ կրկնեմ, փաստացի այդպիսի գործողություններ կարող է իրականացնել Ռուսաստանի Դաշնությունը ընդդեմ Հայաստանի եւ ես չեմ ավելացնում եւ չափազանցնում, նույնիսկ ադրբեջանական ֆորումներում տեսա այս հարցի շուրջ քննարկումները իրենց մոտ էլ կա մի փոքր մտահոգություն, բայց ասում են, որ սա ավելի շատ վերաբերվում է Հայաստանին, քան թե մեզ։ Եվ իրենք էլ են հստակ տեսնում այդ զուգահեռը, որը որ ես ասեցի, որ այս ամենը տեղի ունում շատ արագացված կերպով Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից եւ այդ խոսակցությունից հետո նաեւ այնտեղ էլ են նկատում այն փաստը, որ ի տարբերություն Ադրբեջանի Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունը ռազմաբազա ունի։ Այսինքն վտանգները բավականին իրական են եւ ոչ միայն մենք ենք այդ վտանգները տեսնում, այլ նաեւ Հայաստանի հակառակորդ պետությունը նույնպես այդ վտանգը այդ ամենը տեսնում է։ Հետևաբար մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք այդ օրենքին։ Շատ շտապ չեմ կարող ասել, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ ամենին հակազդեն։ Հնարավոր է այդ անձանց պետք է շատ արագացված ձևով սրկել Հայաստանի քաղաքացիությունից եւ արտաքսել Հայաստանից կամ ինչ-որ նման մի բան, բայց պետք է միանշանակ այնպիսի քայլեր իրականացվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը լինի ապահովված։ Կարող է մեկ ասել, թե այս օրենք Հայաստանին չի վերաբերվում, բայց չէ սիրելի հայրենակիցներ, ախր շատ հետաքրքիր ձևով է համընկնում այս օրենքի ընդունումը եւ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի զրույցը։
Չեր կարացնենք, անցնենք այլ հարցերի քննարկմանը, բայց սա ամենակարևոր հարցն է, կրկնեմ, սա ուղղակի մատների արանքով այս հարցին չի կարելի նայել։ Քիչ առաջ նաև ստացվեց տեղեկություն, որ ուժեղ Հայաստանի կուսակցության պայքի գրասենյակի համակարգող ՎՍ-ն ձերբակալվել է։ Մեղադրանքը հիմնականում վերաբերվում է ցույցերի հետ կապված կամ ցույցերին արգելելու հետ կապված կամ ցույցերին բռնի կերպով կամ ստիպողաբար մարդկանց տանելու քրեական հետապնդմանը, մոտավորապես պարզ է թե ինչ մեղադրանքներ են, եւ սա եւս նաեւ վկայում է այն մասին, որ Հայաստանում նախընտրական շրջանը շատ տաք է լինելու։ Բազմաթիվ իրադարձությունների մենք ականատես կլինենք միանշանակ։ Նաեւ կարծում եմ կարևոր է անդրադառնալ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, օրինակի համար Արարատ Միրզոյանի եւ Կայա Կալասի միջեւ։ Երկու հանդիպում կա, դրա համար ասում եմ օրինակի համար այս հանդիպմանը, քանի որ այս հանդիպումը եթե ոչ ամենակարևորն է, ապա ամենակարևորներից մեկն է, քննարկել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական հարաբերությունների խորացումը, գագաթնաժողովը Երևանում, որը որ տեղի կունենա մայիսի սկիզբ, ինչպես գիտեք, սիրելի հայրենակիցներ, մայիսին Երևանում նախատեսված է Հայաստան-Եվրամիության գագաթնաժողով, որի նախապատրաստական հարցերը եղել են ուշադրության կենտրոնում։ Նաեւ կողմերը շեշտել են այնպիսի ծրագրերի անհրաժեշտության իրականացումը, որոնց օգուտը անմիջապես կզգան Հայաստանի քաղաքացիները, այսինքն այնպիսի գործողություններ եւ ծրագրեր են հիմա իրականացնելու, որոնցով որ Հայաստանի քաղաքացիները միանգամից կզգան, թե ինչքան կարևոր է Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, ռազմավարական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաեւ Հայաստանի եվրոպական ձգտումները։ Նաեւ քննարկել են երկրի ժողովրդավարական կայունության ամրապնդման ուղղված քայլեր։ Եվ դրանից բացի կարևորվել է համագործակցությունը տրանսպորտային կապուղիների, տնտեսության եւ էներգետիկ ոլորտների զարգացման գործում։ Սա Կայա Կալասի հետ հանդիպումը, այստեղ ինչ կա վերլուծելու, կարծում եմ ամենակարևորը այն է, որ կոնկրետ ծրագրեր հիմա կմշակեն, որոնցից որ օգուտ կստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Միանգամից կզգա, թե ինչքանով լավ է մոտ լինել Եվրամիությանը։ Եվ նաև վերջին այդ հաղորդագրության մասը, որտեղ որ կարևորվում է տրանսպորտային կապուղիների, տնտեսության եւ էներգետիկ ոլորտներում զարգացման ծրագրեր, այսինքն այստեղ էլ կարևոր ծրագրեր են մշակվելու, որպեսզի ապրանքներ արտահանվեն դեպի Եվրամիություն, այդ կապն էլ երթուղիներով, արտահանումներով, էներգետիկ ծրագրերով Հայաստանը նույնպես զգա Եվրամիության հետ։ Բայց ոչ պակաս մեկ հանդիպման մասին եւս ունենք հաղորդագրություն։ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության պաշտպանության եւ տիեզերքի հարցերով հանձնակատարի հետ։ Դեռ մանրամասներ չկան, կամ ես չեմ տեսել այդ մանրամասները, բայց կարծում եմ պարզ է թե ինչի մասին է խոսքը։ Ռազմական համագործակցությունն է այդ հանդիպման հիմքում։ Խաղաղության հիմնադրամի միջոցով այդ համագործակցության մասին գիտեք, տեղյակ եք։ Հիմա խոսենք միջազգային հարցերից, քանի որ հաղորդումը սկսել ենք, մինչև վերջ նորմալ ավարտին հասցնենք։ Ուրեմն Մերցը, Գերմանիայի կանցլեր Մերցը խոսել է Ուկրաինայի եվրաինտեգրման ապագայի մասին եւ հստակ նշել է, որ դա շատ արագ չի կարող տեղի ունենալ։ Նրա խոսքերով իրենք աջակցում են այդ նպատակին, Ուկրաինայի այդ նպատակին։ Եվ նա ասում է, որ մենք հասկանում ենք, որ դա շատ արագ չի կարող տեղի ունենալ եւ ամբողջովին այդ ծրագիրը շատ արագ չի կարող իրականացվել, բայց նույն ժամանակ շատ կարևոր է ստրատեգիկ տեսանկյունից Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը եւ դա կարևոր է Եվրոպայի անվտանգության եւ բարգավաճման տեսանկյունից նույնպես։ Իսկ Զելենսկին շատ հետաքրքիր այլ հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Զելենսկիի խոսքերով որոշները Եվրոպայում կարող է դառնան ռուսական աշխարհի մաս, եթե Ուկրաինան չանդամակցի Եվրամիությանը։ Զելենսկին ասել է, ես վստահ եմ, կամ Ուկրաինան կդառնա Եվրամիության մաս, անբաժանելի մաս, կամ Եվրոպայում որոշները կարող է դառնան ռուսական աշխարհի մաս։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր ու նույն ժամանակ ճիշտ ակնարկ է անում
Վլադիմիր Զելենսկին։ Հիմա անդրադառնանք, թե ինչ կա Իրանի շուրջ։ Ինչպես արդեն նախորդ հաղորդումներում ես նշեցի, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը շատ է ակտիվացել Իրանի հարցով, կրկին նոր հայտարարությամբ է հանդես եկել, նախորդ հայտարարության մասին ես արդեն ասեցի, եւ հիմա ինչ է ասում Ջեյ Դի Վենսը, ասում է, որ մենք հստակ հասկացրինք իրանական կողմին մեր դիրքորոշման մասին, բայց մենք հասկացանք նաեւ այն, որ իրանական պատվիրակությունը ի վիճակի չէ որոշումներ կայացնելու, նրանք վերադարձան Իրան, որպեսզի տեղում խորհրդակցություններ անցկացնեն, հավանաբար դա անելու են իրենց հոգևոր առաջնորդի հետ կամ ինչ-որ այլ մեկի հետ, որից հետո արդեն կվերադառնան եւ կվերսկսեն բանակցությունները, այսինքն ամերիկացիների առաջարկին պատասխանելու է իրանական կողմը, ինչ որ բաներ Թեհրանում համաձայնեցնելուց հետո, հավանաբար Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Համենեիի հետ։ Եվ Ջեյ Դի Վենսի խոսքերով հենց դա էր պատճառը, որ իրենք մինչև հիմա չկարողացան որևիցե արդյունքի հասնել, այսինքն 24 ժամ բանակցելով որևիցե արդյունք չեղավ, այսինքն հիմա արդեն վերադառնում են իրանցիները եւ ամերիկացիները նույնպես կվերադառնան Իսլամաբադ եւ կշարունակեն բանակցությունները։ Հետո նա խոսել է նաեւ այն մասին, որ եթե Իրանը նորմալ պետություն դառնա, կարող է տնտեսական բարգավաճում ունենա, առաջընթաց եւ այդպես շարունակ։ Այսինքն այն ամենը, ինչ Թրամփը ասում էր եւ խոստանում էր Իրանին, եթե Իրանում ռեժիմը փոխվի եւ ռազմական սպառնալիքների փոխարեն պրոքսիներին ֆինանսավորելու փոխարեն Իրանը ընտրի համագործակցության ճանապարհը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կարևոր է նշել, որ այսօր նաեւ պատմական օր է Իսրայելի եւ Լիբանանի միջեւ, քանի որ առաջին անգամ ուղիղ բանակցություններ են տեղի ունեցել Իսրայելի եւ Լիբանանի միջեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Դրանց արդյունքներին նույնպես կծանոթանանք երևի թե վաղը։ Եվ վերջում Իրանի թեմայից ասեմ այն, որ Թրամփը հայտարարել նոր բանակցային փուլը Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ կարող է տեղի ունենա մոտակա օրերս Պակիստանում, այսինքն այն աղբյուրը, որ ասում էր, թե ամսի 16-ին կարող է տեղի ունենան բանակցությունները, ամենայն հավանականությամբ ճիշտ էր, կարող է 1-2 օր սխալ լինի այս կողմ կամ այն կողմ, բայց ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, այսինքն մոտավորապես ամսի 16-17-ին տեղի կունենան բանակցությունների նոր փուլը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Եվ վերջում մի փոքրիկ տեղեկություն Հունգարիայից, Մադյարը, ով որ հաղթանակ տարավ Օրբանի նկատմամբ, Եվրոպական խորհրդի նախագահի հետ քննարկել է Հունգարիայի սառեցված ակտիվների վերադարձի հարցը, դրամադրման հարցը Եվրամիության կողմից։ Եվ փաստացի Եվրամիությունը համաձայնվել է հատկացնել Հունգարիային այդ գումարները։ Այստեղ կարևոր է նաև նշել այն, որ Եվրամիությունը ակնկալում է, որ Հունգարիան էլ այլևս վետո չի կիրառի կամ կհրաժարվի այդ վետոից կամ ինչ-որ նման մի բան, այսինքն 90 միլիարդ եվրոն, որը որ հատկացվելու է Ուկրաինային եւ դա բլոկում էր Օրբանը, հիմա Մադյարի շնորհիվ այդ փողը Եվրամիությունը կկարողանա հատկացնել Ուկրաինային։ Հիմնականում այսքանը, այս բայդարությամբ հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։